Մեխանիզմն եկել է այս մեխանիզմով։ Գյուղապետերը բերել են արդեն ուտելիքներ, ոչ մեկ այդ պահածուն չի կերել, այդ պահածուն հավաքվել է Հորադիսի իրենց տանը։ Իրենք էլ հետ գալուց հետո փոխանակետ ասային ուղարկեք բանակ, ենթադրենք ծորի գունդ կամ ես իմիջ։ Ասել են բարձեք բերեք այստեղ։ Այդ բարձեք բերեկն էլ գիտեք էլի ինչ տրամաբանությամբ է։ Ցանկացած մեկն ուզում է այդ զինվորական լեզվով ասած այն զեն ունենալ։ Ասենք ոչ թե ունենալ մի փամփուշտակալ 30 փամփուշտով, այլ ունենալ 4-ը, ոչ թե ունենալ ուսապարկում մի պահածոյացած տուփ մսի, մի պահածոյացած, չգիտեմ, կաթի, այլ 4-ն էլ ունենալ տանը նկուղում դրած եւ այլ։ Այսինքն այս մտածելակերպն էլ կա, որ հաջորդ պատերազմում վերցնեմ հետս տանը։ Բայց այստեղ նաեւ ուրիշ խնդիր է կար, որ այդ բերվել է, որ կերակրվի կենթանիներին։ Ու եթե դա հիմնավորվում է, այս արդեն լրիվ ուրիշ բան է։ Մեկ վայրից չի ամեն դեպքում հայտնաբերված պարոն Սարգսյան ու այդքան մեծ քանակությամբ։ Շատ է հիմա խոսվում, որ կան ապրանքներ, որոնք առհասարակ Արցախ չեն հասել, կամ որ Արցախից են եկել։ Այստեղ նաև քանակն է խնդիրը։ Գիտեք, էական չեմ նայում։ Էականը մի խնդրում է, որ զինվորին նախատեսված ապրանքը, բանակի համար նախատեսված միջոցները հայտնվել է անհատ մարդու նկուղում, որը իր գրաված դիրքով, իր անցած ճանապարհով, իր ունեցած կոչումով ամեն ինչ պիտի աներ բանակի համար։ Այստեղ է հիմնական հակադրությունը ու այստեղ է ողբերգությունը։ Ողբերգությունը սրանում է։ Երբ որ ինչ որ պահեստապետ է այդ գողանում, հանրությունը դրանից չի զայրանում։ Բայց երբ որ հերոսություն սխրան գործած մարդն է այդ անում, այս արդեն խնդիր է առաջացնում։ Լուրջ խնդիր է առաջացնում։ Սկսում է կասկածի տակ դնել այդ մարդու հերոսությունը։ Այսինքն, այստեղ խնդիրը այլ հարթություն է արդեն։ Մարդը պատերազմի փորձությանը դիմացել է։ Ինքը այնտեղ սխրանք է գործել։ Ինքը հերոսություն է արել։ Իր եղբոր թաղմանը Մանվել Գրիգորյանը չի եկել մասնակցելու, դիրքերը չթողնելու դրդապատճառով։ Այս փաստը ես մասնակցել եմ այդ թաղմանը ու ինքը չի եղել։ Բայց այստեղ ինքը այդ պահածոները փոխանակ Ղարաբաղից է կամ այստեղ է ստացել ուղարկեր Ղարաբաղ կամ Ղարաբաղից էր չբերեր այստեղ ուղարկեր այնտեղ զորամասեր, վերցրել բերել է դրել է իր նկուղում։ Այ ամբողջ այդ արվածի վատը, այն ինչ որ մեր ժողովուրդը չի ընդունում, այն ինչ որ այսօր գնում է, այդ ամեն ինչը այ այս ենթատեքստի մեջ է։ Այսինքն դուք ձեր խոսքում նշել եք, որ իշխանություններն են Մանվել Գրիգորյանին այսպեսին դարձրել։ Եվ այս իրողությունը ում բացթողման արդյունքն է, ում բացթողության, նույն իշխանությունները մեղավոր չեն, ում թողտվության արդյունքում է այս ամենը։ Գիտեք, ես հստակ մեկնաբանել էի, թե ինչպես ինչու են այդ իշխանությունները մեղավոր, որովհետև հոկտեմբերի 27-ից հետո